Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք թափառող շների խնդրից եւ ոչ միայն։ Իսկ իմ հյուրը անասնաբույժ Արմեն Օրբելյանն է։ Բարև ձեզ, պարոն Օրբելյան, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Ամենասկզբից սկսենք, վերջին օրերին Կապանում միջադեպ է տեղի ունեցել, երբ կատաղած շունը, արդեն հաստատված, կարող եմ ասել կատաղած շունը 10 հոգու վնասել է, հետո լաբորատոր հետազոտությունը արդեն ցույց տվեց, որ կատաղած է եղել շունը։ Նախ հասկանանք ինչ ասել է կատաղություն եւ առասարակ ինչ որ մի ձևով հնարավոր է դա առանց հետազոտության տարբերակել շունը ինչ վիճակում է գտնվում։ Այո, ճիշտ է, վերջին օրերին եղել է դեպք, երբ շունը կծել է նաև երեխաներին եւ հաստատվել է, որ կենդանին վարակված է կատաղություն վիրուսով։ Անձամբ ես եմ գլուխը կտրել շան եւ ուղարկել ենք Երևան, որտեղ եւ հաստատվել է վիրուսի առկայությունը։ Ինքը վիրուսային հիվանդություն է, պետք է տարբերենք ագրեսիվ շունը կատաղություն վիրուսով հիվանդացած ագրեսիայից։ Արտաքին նշաններով շատ քիչ կարելի է հասկանալ, որ կենդանին վարակված է կատաղություն վիրուսով, հիմնականում վարքն է փոխվում եւ անյենթակա է դառնում, բայց երբեմն լինում են, որ ավելի քնքոտ են դառնում եւ ավելի հանգիստ։ Իսկ վերջնական դիագնոզը դրվում է միայն լաբորատոր փորձաքննությունից հետո։ Եթե չեմ սխալվում, սա նաև մարդու առողջության վրա բավականին հետևանքներ է, չէ՞ թողնում։ Այո, մարդկանց մոտ, եթե պատվաստված չի լինում շունը եւ կատաղություն վիրուսով հիվանդ է, կծելու ընթացքում թքից փոխանցվում է, ենթադրենք, մարդուն եւ այդպես վիրուսը սկսում է աշխատել ներվային համակարգում հիմնականում։ Եվ հիմնականում փոխանցվում է շնազգի կատվազգի վայրի աղվեսներից թեկուզ կամ շունը եթե հիվանդ լինի առողջ շան կծելուց նաև փոխանցում է հետեւյալ ձևով է լինում։ Ունեք տեղեկություն, չնայած դա ձեր պրոֆիլը չէ, ինչպես է գնահատում մարդկանց վիճակը, որոնք որ այդ շան զոհն են դարել, այսպես ասած։ Գնահատականը երբեմն լինում են վատ, դե հասկանալի է, որ վնասում են մարդկանց, բայց լինում են դեպքեր, որ հարմարվում են եւ օրգանիզմից էլ է երևի մարդու իմունային համակարգն։ Դե հիմա հիվանդանոցներում հագեցված է այդ որոշակի սրսկումների արդյունքում կանգնեցվում է այդ վարակը։ Այս միջադեպը թույլ տվեց եւս մեկ անգամ բարձրաձայնելու, չնայած չեն էլ լռել այդ խնդրի մասին, համայնքներում թափառող շների խնդիրը իսկապես գերխնդիր է, երբեմն նաեւ անլուծելիության աստիճանի կարծեք թե հասած լինի։ Դուք որպես մասնագետ առհասարակ ունեք ինչ որ տարբերակ այս հարցը լուծելու եւ առաջարկել եք պատկան մարմիններին ձեր տարբերակը, ինչպես է ընդունվել, արդյոք իրագործելի տարբերակ եք առաջարկում։ Այո, թափառող շները կոնկրետ Կապան համայնքում վերջին շաբաթում ես էլ նկատեցի, որ շատացել են, միգուցե այլ համայնքներից են տեղափոխում եւ բաց են թողնում։ Այնուամենայնիվ ունեն գեղեցիկ Կապան վերջին տարիներին ու գեղեցիկ կլինի, եթե թափառող շները եւս ապահոված լինեն։ Ես գտնում եմ, որ սա խնդիր է, որ պետքա լինի հավաքատեղի, թեկուզ կացարան, որտեղ հավաքվեն եւ միջոցառումներ ձեռնարկվեն թափառող կենդանիների հետ կապված, ենթադրենք կատարեն պրոֆիլակտիկ ճիճվաթափում ու հենց պատվաստում կոնկրետ կատաղության վիրուսի համար։ Եվ ցանկալի է, ասենք, արու կենդանիներին, էգերին ուրեմն ստերիլիզացնեն կամ ամորձահատեն, որպեսզի այդ ծնելիության քանակը քչանա եւ ինձ թվում է այդպես ճիշտ կլինի։ Չկա այդպիսի կազմակերպություն, ճիշտն ասած ես ոչ մի անգամ չեմ առաջարկել որևիցե պատկան մարմիններին, բայց վերջին անցած շաբաթ ես արդեն կազմել եմ նման պլան, որ ըստ հերթականության ինչպես կարելի է դա անել, որպեսզի նման դեպքեր չլինեն, թվականակը կլինի արդեն քիչ, քաղաքում թափառող շներն կլինեն անվտանգ եւ վարքը կլինի թեթև, ագրեսիվ շներ չեն լինի կամ նման դեպքերում մենք
համոզված կլինենք, որ ապահով է, արդեն վակցինան ստացել է եւ այդ հիվանդության ռիսկը քիչ կլինի։ Այդպես եմ կարծում։ Անիրագործելի տարբերակ եք առաջարկում, այսինքն նկատի ունեմ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում ձեր տարբերակը կյանքի կոչելու համար։ Իմ հաշվարկներով այդքան էլ չէ, քանի որ չկա տարածք, չկա, ասենք, հարմարություն, որոշակի գործիքներ ու սարքավորումներ, ինձ թվում է սկզբնական շրջանում կարող է մի քիչ շատ թվալ, բայց դե ես որ նայում եմ ուրեմն տարբերությունները Երևանի, մեր մոտ ավելի քիչ ֆինանսական մասով կարելի է ապահովել։ Մտածում եմ, որ 6 ամսվա ընթացքում կարելի է 50-100 շան հետ աշխատել եւ դա ահագին կօգնի, որպեսզի թվականակը կչանա եւ անվտանգ կլինի։ Բայց թվականակի ավելացմանը նպաստում են նաև քաղաքացիները, այսպես ասած, այն քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են հատկապես տարբեր ցեղատեսակներ, տանը ցեղատեսակների շներ պահելով, եւ երբ որ ձագեր են ունենում, նրանք չեն կարողանում, այսպես ասած, իրացնել այդ ձագերին, չեն պահում եւ բաց են թողնում, եթե ուշադիր լինենք, փողոցներում տարբեր ցեղատեսակների կենդանիներ են հանդիպում։ Այո։ Սա արդեն եւի մարդկանց պահվածքի հետ էլ պետք է աշխատանք տարվի այն ամեն դեպքում։ Ճիշտ է, եղել են դեպքեր, որ փոքր ժամանակ շան տարել են, պահել են, մեծացել է ու դուրս են հանել։ Եղել են դեպքեր, որ ծննդաբերություն ա եղել, ձագերը տարել, այլ համայնքից այլ համայնքում բաց են թողնել։ Այդպիսի դեպքեր էլ ա եղել կամ գյուղերից բերել են քաղաք կամ հակառակը։ Թե ինչ տարբերություն, բոլոր տեղերն են մարդաբնակ են։ Այո, եթե լիներ իմ նշած ծրագիրը, ինչքան էլ բերեն, կհավաքենք, կկատարվի այդ գործողությունները եւ վերարտադրողական խնդիրը կկրճատենք։ Ինձ թվում է որոշ ժամանակ հետո այլևս չեն լինի արդեն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, բացի նրանից, որ դուք որ առաջարկում եք, որ այդ վայրում, որտեղ որ պետք է այդ շների հետ այդ գործողությունը կատարվի, նաեւ կարող են բերել տանը պահվող շների ձագերին հանձնել, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Վերջին տարիներին 2020 թվից հետո եւ մի 5 տարի կենթանասերներն են շատացել Կապանում եւ շատ լուրջ գումարներով շնիկներ են առնում Երևանից, բերում մեր մոտ պահում են։ Բայց չեմ հիշում այդպիսի դեպք, որ այդ կենթանիներից ծնված ձագուկներին հանեն դուրս։ Հիմնականում խառնածին ցեղատեսակները, որ գյուղերում դրսում պահում են, այդ ժամանակ ծնից հետո բերում բաց են թողնում։ Դե այո։ Եվ չի բացառում, որ ասենք Քաջարանից լինի նման դեպքը, հարակից գյուղերից եւս բերեն եւ բաց թողնեն Կապան համայնքում։ Հա, իրենք իրենց աչքից հեռու են տանում, բայց իրականում խնդիրը այլ մեկ այլ տեղում ավելի ահռելի դառնում։ Դրա համար ասացիք գումար է հարկավոր, տարածք եւ դուք միայն մեկ մասնագետով կարող եք այդ հարցը լուծել, թե ձեզ բնականաբար այնտեղ օգնողներ են հարկավոր։ Բնականաբար օգնողների կարիք կլինեն, բայց մասնագիտական առումով դուք կարող եք այդքան առումով, այո, իմ հաշվարկներով եւ որ մտածում եմ, դա հեշտ է անել։ Ահա։ Այսպես որ թվականների կայացնում եք, այդքան շատ բարդ չի։ Այո, ըստ հերթականությամբ 7 օրվա ընթացքում հնարավոր կլինի կենթանուն առաջին օրը զննել, ճիճվաթափել, այնուհետև ստերջացնել ու 7-10 օր հետո մաքսիմում պատվաստել, ամրացնել ականջապիտակ եւ բաց թողնել, որտեղ մենք արդեն կիմանանք այդ կենթանու հետ ինչ ենք արել մենք։ Կլինի անվտանգ արդեն։ Ես այդպես եմ մտածում եւ որ արդյունավետ կլինի։ Հուսանք ձեր առաջարկին կարձագանքեն եւ ի վերջո բոլոր համայնքների համար էլ օրինակ կդառնա, որովհետեւ որքանով որ ես տեղյակ եմ, գոնե Սյունիքի մարզում բոլոր տեղերում այդ խնդիրը կա, ոչ միտեղ լուծված չի այդ հարցը։ Այո։ Չկան այդպիսի հաստատություն, կազմակերպություն տարածք, բայց ես կոնկրետ այս պրոֆիլում 2008 թվականից աշխատում եմ եւ օրեկան լինում են կանչեր, թե ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված, թե հեռացման ամորձիների, թե գրիժաներ, անում ենք գործողությունները, բայց չկա համապատասխան սարքավորումներ։ Կենթանուն ենթադրենք տրավմա կա, չկա ռենտգենապարատ, որ ֆիքսի կոնկրետ այդ հատվածում ինչա կատարվում կամ վիրուսային բնույթի հիվանդություն է կամ միկրոբային, որ բուժումը ճիշտ։ Մենք աշխատում ենք սիմպտոմատիկ բուժման, այսինքն նշանային։ Ունի ջերմություն կիչեցնենք։ Գուցե դա խաբուսիկ կլինի։ Այո, երբեմն այդպես է, երբեմն լինում է, որ դժվարանում ենք, ուղարկում ենք Երևան արդեն այլ կլինիկա։
Կենդանասերները շատացել են, դուք էլ նշեցիք ձեր խոսքում, բայց այդ կենդանիներին պահելը խնամելն էլ մի առանձին, այսպես ասած, խնդիր է։ Առհասարակ այդ շատանալուն զուգահեռ նաև ձևավորվում է այդ մշակույթը մեզ մոտ, որ ճիշտ ձևով պահեն տան այդ կենդանիներին։ Պատվաստումները ժամանակին անեն, չգիտեմ, այնտեղ տարբեր գործողություններ, ինչ պետք է ժամանակին։ Այո, ես ունեմ, այսպես ասած, կենդանասեր հաճախորդներ, շատ մանրամասն եւ շատ ուշադիր վերաբերվում են։ Պատկերացրեք, ժամանակին պրոֆիլակտիկ զննման կբերեն, պատվաստումների ճիճվաթափումը ժամանակին անում են, ցանկացած խնդրի դեպքում անմիջապես ահազանգում են։ Եվ եղել են դեպքեր, որ պատահաբար ավտովթար է եղել կամ ախորժակի անկում, դժվարացել ենք ճիշտ դիագնոզ դնելը, էլի գալիս ենք այն հանգամանքին, անգամ կենդանասերներին օգնելու հարցում մենք խնդրի առաջ կանգնում ենք։ Միջոցների հարցում։ Այո, բայց ես շատ ուրախ եմ եւ դա ողջունելի է, որ մեր համայնքում եւս շատացել են իրականում եւ փոքրներ եւ չափահաս մարդիկ այդ սերը դեպի կենդանիների հանդեպ նախկինի պես չի, փոխվել է դեպի լավը։ Նրանց պահելն էլ բավականին ծախսատար է, նկատի ունեմ այդ պատվաստումներ, բան եւ այլն, բոլոր ծառայությունները կարող են մեկ տեղում մատուցել, բացի այդ հատուկ դեպքերից, որ գուցե չոլորակի հետազոտություն է պետք։ Ճիշտ է, թանկ է հաշվում, թե պատվաստումները, թե ճիճվաթափումը եւ կերակրման իրենց կերակրացանկը, պարագաները, խնամքի մազերը կտրելը նույնիսկ։ Այո, մեր մոտ այդ կտրման process-ը դեռ չկա պրոֆեսիոնալ, բայց դե անում են։ Ամեն դեպքում խնդիր չի առաջացել, միայն նշածս վիրաբուժական, ինֆեկցիոն խնդիրների, տրավմաների հետ առաջացած խնդիրների առաջ ենք մենք, այսպես ասած, փաստի առաջ կանգնում, բայց մնացած աշխատանքները փառք Աստծո հասանելի են, այդ վակցինաները, վերջին արտադրանքի, ճիճվամուղները, պրոֆիլակտիկ վիտամինային կոմպլեքսները հասանելի են։ Այսինքն ամեն ինչ կա առողջ կենդանի պահելու համար, մնում է խնամքը ճիշտ ձևով կազմակերպել։ Եթե այս ոլորտից մի քիչ անցնենք այս կողմ, նկատի ունեմ գյուղատնտեսություն արդեն կանք, կենդանիների շրջանում էլ, այս վերջին տարիներին գուցե եւ շատ չեն տարածված, բայց միևնույն է լինում են դեպքեր, զանազան հիվանդություններ են տարածվում, աֆրիկյան ժանտախտ կլինի, դապաղ կլինի, բրուցելոզ եւ այլն։ Ինչ պատկեր ունենք այս ժամանակահատվածում, արդյոք այդպիսի բռնկումներ ժամանակ առ ժամանակ լինում են եւ այստեղ էլ էլի հասարակության, այսպես մշակույթի խնդիր կա, էլի արդյոք արդեն գիտակցաբար են մոտենում ժամանակին պատվաստում են, ինչ պետք է անում են, թե էլի մատների արանքով են նայում։ Ես հասկացա, ուրեմն 2008 թվականից ես այս բնակավարում աշխատում եմ ու ամեն տարի պարտադիր, դա պետական, ուրեմն հրամանին համաձայն, նախկինում գյուղատնտեսության նախարարության, հիմիկվա էկոնոմիկայի նախարարության հրամանով պարտադիր ըստ սեզոնային վակցինաները հասանելի են տվյալ տարածքում սպասարկող անասնաբուժին։ Կոնկրետ խոշոր եղջերավոր կովերի հետ, խոզերի հետ, ոչխարների հետ կապված եւ թե լինի սիբիրախտ հիվանդության համար ունենք պատվաստանյութ եւ ըստ հերթականության հրամանի կատարվում է նույնը դաբաղի կամ բրուցելոզ հիվանդության համար այրան նմուշների հավաքումը միշտ կազմակերպվում է։ Այստեղ հարցը լինում է երբեմն դեպքեր, երբ անասնաբուժը կմտնի տվյալ տարածք, դա այլ հարց է արդեն, անասնատերը կարող է հրաժարվի տվյալ պատվաստանյութը վակցինացիան թույլատրի անի կամ չէ, դա այլ հարց է, բայց ինչ վերաբերում է կազմակերպել պրոֆպատվաստումները մեր տարածքում լրիվությամբ կատարվում է, ես համոզված եմ, որովհետև ես շատ համայնքներում պետական անասնաբուժարանում գրանցված ժամանակ աշխատում է եւ միջև հիմա էլ կատարվում է։ Ինչու՞վ է պայմանավորված անասնատերերի այդ վերաբերմունքը։ Ինչ-որ բացատրություն կա, գուցե իրանք կարծում են, որ այդ պատվաստանյութը ինչ-որ բանի վնասում է, կամ չգիտեմ, լինում են դեպքեր, որ զուգադիպություն է լինում, ենթադրենք կարող է դաբաղի վակցինացիա իրականացվի եւ հաջորդ օրը կենդանու մոտ առաջանա վիժման process կամ ինքնազգացողության խանգարում, միգուցե մտածում են դրա հետ կապված է եւ այո, իրականում կարող է դրա հետ կապված լինի, բայց վակցինայից կես ժամ 40 րոպեվա ընթացքում կլինի այդ ալերգիկ ֆոնը կլինի փոխված
չեմ կարող ասել, լինում են այդպիսի անասնատերեր, ովքեր որ հրաժարվում են։ Իրենք դրա իրավունքը ունեն։ Նկատի ունեմ չկա մի գործոն, որ կստիպի իրենց, որովհետև սա ամեն դեպքում կենդանիների հետ գործ ունենք եւ գուցեև մանավանդ խոզերի շրջանում հիվանդությունները շատ արագ են տարածվում, գուցեև մեկի ամփույթ վերաբերմունքը մյուսների վրա անդրադառնա։ Հնարավոր է եւ պետական անասնաբուժարանում ինձ թվում է այդ հարցերով իրենք պետք է այդ հարցերին պատասխանեն։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, չկան մարզում այդպիսի վարակի, այսպես աղբյուրներ։ Տեղեկացված չլինի հայտարարություն, բայց չեմ կարող ասել կա թե չէ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված ներկա պահին, Կապանի տարածաշրջանում ինչքանով ես տեղյակ եմ, չկա ինֆեկցիոն բնույթի հիվանդություններ։ Մասնագետներին անդրադառնանք ոլորտի խնդիրներին։ Եթե կարելի է մի փոքր փակագծերը բացելով առհասարակ բոլոր այդ ձեր պրոֆիլները հաշվի առնելով, որոնց որ առնչություն ունեք, ինչպիսի խնդիրներ կան ոլորտում առհասարակ։ Ժամանակ առ ժամանակ որոշ հարցեր բարձրաձայնվում են։ Մեր ոլորտում խնդիրներից մեկը հենց ուրեմն նշված թափառող շների հարցն է շատ կարևոր, որպեսզի լուծվի հնարավորինս։ Խնդիրներից մեկը ինչու՞ չէ նաև կադրերի հետ կապված, եթե լինեն երիտասարդ կադրեր, որ այս պրոֆիլում համագործակցենք կամ սովորեն որպես մասնագետ հետագայում, խնդիրներից մեկը դա է։ Մնացածը ինձ թվում է հասանելի է եւ չկա այդպիսի խնդիր։ Շատ մեծ խնդիր մեր տարածաշրջանում ներկա պահին համարվում է թափառող կենդանիների շների հետ կապված այդ խնդիրը։ Մտե մասնագետների կադրերի պակասնել երևի պայմանավորված է արդեն այն բացերով, որ կան համակարգում գրավչությունը, գուցե քիչ աշխատավարձ են ստանում, գուցե չեն ոգևորվում, գուցե հետաքրքիր չէ պարզապես ոլորտը։ Հնարավոր է դրա հետ կապված լինեն, չեմ կարող ասել։ Ասվածի ինչ որ բան ունեք ավելացնելու այս թեմայի շրջանակում, ինչ որ մի բան, որ կուզենայիք որպես ամփոփիչ խոսք ասել։ Չկա, կխնդրեի պատկան մարմիններին, ինչքան հնարավոր է աջակցեն, որպեսզի մեր համայնքում եւս ունենանք այդպիսի մի տարածք հավաքատեղի եւ մինիմալով հագեցված, որպեսզի կարողանանք այս հարցը լուծվի։ Իրականում այն դեպքը, որ 10 երեխայի մարդկանց վնասել է կենդանին, շունը կոնկրետ, սա արդեն անհանգստանալու հետ է կապված։ Կարող են լինել ավելի բարդ իրավիճակներ, կարող է լինել այնպես, որ կծեն ու տվյալ մարդը չգնա հիվանդանոց ու անդառնալի հետևանքներ կունենա։ Այո, դե ամեն մեկը չի գիտակցում, որ պետք է նաև գնա եւ պատվաստվի համապատասխան բուժօգնություն ստանա։ Շնորհակալություն շատ։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք խոսեցինք թափառող շների խնդրից եւ ոչ միայն իսկ հիմնուրը անասնաբույժ Արմեն Օրբելյանն էր։ Հաջողություն։